Հա, իսկ երկրորդ հարցը ինչ էր? Հա, Նիկոլի հոգեզավակ լինելու թեման։ Ոյ, կարող է այս մի հատ հնարավորությունա, որ մենք մեկը միշտ փակենք այս թեման։ Մի օր մի հատ գնացել էի կինոթատրոն, հետո դուրս եկա, մի հատ դաշնակցական մոտեցավ ինձ, չէի ճանաչում։ Ասաց դուք եք մեղավոր, որ Նիկոլը եկել է իշխանության, դուք եք իրան բերել իշխանության, բան։ Ես ասացի, ով է իրան դարձել վարչապետ։ Վարչապետ ով է, ոնց որ ձեր կուսակցությունը չի քվեարկել իր օգտին, այն մայիսի 8-ին։ Ինքը էլ բան չուներ ասելու։ Որովհետև մենք երբեք չենք քվեարկել կամ որևէ գործողություն չենք կատարել, չենք աջակցել Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու հարցում։ Ես 100 անգամ ասել եմ, ինքը եղել է մեր կոպիտ ասած մեր հանրահավաքների DJ-ը, ոչ ավելի։ Ուրիշ դերակատարություն նա չի ունեցել։ Եվ ոչ ոք երբեք, ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ նրա թիմում որևէ մեկը, ոչ մեր այդ խորհուրդը բանի կուսակցական Հայ ազգային կոնգրեսի շարժման, ոչ կենտրոնական շտաբը երբեք չի մտածել, որ Նիկոլ Փաշինյանին կարելի է ինչ-որ լուրջ վարչական բան պաշտոն տալ կամ ինչ-որ մի լուրջ հարցի կառավարում իրան վստահել։ Որովհետև ինքը շատ խղճուկ մոտեցումներ ուներ մեր քննարկումների ժամանակ, շատ արագ նա բան էր անում, հայտնվում էր անհարմար վիճակում եւ դադարում էր այդ բանավեճերը։ Նրան մենք շատ լուրջ չենք ընդունել։ Իհարկե, երբ որ իրան հալածում էին, բանտ էին նստացել, մենք ամբողջ շարժման պայքարում էինք իր իրավունքների համար եւ շատ լավ պայքարեցինք եւ հասանք վերջում նրան, որ ինքը դուրս եկավ եւ համարում եմ, որ ամեն ջանք, որ ես գործադրել եմ կամ մեր շարժման մասնակիցները գործադրել են իր ազատման համար, դա արդարացված ջանք էր, որովհետեւ մենք ոչ թե Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու համար էինք պայքարում, այլ ընդհանրապես մեր քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար, անարդարությունը վերացնելու համար։ Ուրիշ բան չի եղել։ Իսկ հոգեազավակ ինչ է նշանակում։ Ինքը, ասենք, Տեր-Պետրոսյանին 2008 թվին աջակցեց 24 կուսակցություն եւ քաղաքական ուժ։ Հիմա մենք ինչ-որ մեկին տշել ենք, ասել ենք, չէ, մի աջակցի, մի օգնի, բան, չի եղել դες բան։ Ով եկել է աջակցելու, ասել ենք, եղավ։ Հիշեք էլի, Ստեփան Դեմիրճյանն էր աջակցում, Արամ Սարգսյանն էր, այն ժուկ կուսակցություններ, չգիտեմ, հնչակները, մարքսիստ Դավիթ ինչան էր, Հակոբյան։ Կարող է դուք մտածում եք, որ մենք բանա մարքսիզմի կողմնակից էինք կամ չգիտեմ, չէ, բայց մենք ուղղակի նա սկզբունք ուներ Տեր-Պետրոսյանը, ասում էր, ով աջակցում է, թող գա աջակցելի, օգնի։ Նիկոլ Փաշինյանը աջակիցներից մեկն էր, ընդամենը, բայց այն ժամանակ ինքը, ես ձեզ ուզում եմ բոլորիդ հիշեցնեմ, ինքը այն ժամանակ ասում էր, որ Տեր-Պետրոսյանի թիմը դա այն մարդկանց թիմն է, որը ընդունում է Լևոն Տեր-Պետրոսյանի պատերազմ թե խաղաղություն հոդվածի դրույթները։ Ինքը այդպես էր սահմանում իր հոդվածներում, ասում էր, ես դրա համար եմ եկել Տեր-Պետրոսյանի թիմ։ 2015 թվականին ինքը այն ՊՊՑ-ի գնդի շուրջ եղած միտինգի ժամանակ ինքը 2016 թվին ինքը այդ միտինգի ժամանակ հայտարարեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը միասին դավադրական մի բան համաձայնության մեջ են մտել մեր ժողովրդի թիկունքում, փորձում են այդ 5 շրջանը հետ տալ, չգիտեմ ինչ բան եւ այն, հետո պարզվեց, որ ինքը աշխարհի ամենաոչ մի թիզականն է։ Ու ինքը հետո գալով իշխանության ինչ արեց։ Ինքը տո Սերժին էլ անցավ, տո Ռոբին էլ անցավ, տո բանին դաշնակներին անցավ, չկա այդպես քաղաքական ուժ, որը ավելի ռադիկալ է եղել, քան Նիկոլ Փաշինյանը։ Ինքը բանը ավելի, ասենք, այնքան ռադիկալ էր, որ
գերտերություններին շպրտում էր մի կողմ, ասում էր ես իմ զրոյական կերպից եմ սկսելու։ Ինչ որ պետք է անել, բանակցում ենք։ Այդ չենք տեսել այդ ամեն ինչը։ Չեղավ, ոնց կարող է ինքը մեզ հոգեզավակ լինի։ Այսինքն կարող է, եթե ինքը օրինակի համար այդ հավատարմությունը պատերազմ թե խաղաղություն հոդվածի դրույթներին պահպաներ, ես կստանձնեի պատասխանություն իր համար, կասեի, հա, ինքը մեր հոգեզավակն է։ Բայց եթե ինքը չի պահպանել, եթե ինքը դուրս է եկել, եղել է, ասենք sense ասեմ, եթե մեր աշակերտներից է եղել է ամենաանտաղանդ աշակերտը, որը այդպես էլ բան չսովեց։ Դրա համար ոնց մենք կարող ենք պատասխանություն տալ։ Մեկը կարող եք ինձ ասել։ Չենք կարող կրել պատասխանատվություն։ Ու ասում եմ, մի քայլ չի եղել, որ մենք աջակցենք Նիկոլին իշխանության գալու հարցում։ Չի եղել։ Հիմա որոշ քննադատներ ասում են, բա դուք 2018 թվականին բան էիք, աջակցության հայտարարություններ էիք ընդունում։ Գնացեք կարդացեք այդ հայտարարությունը։ Մենք երբեք չենք աջակցել Նիկոլ Փաշինյանին, որևէ հայտարարություն։ Մենք հատուկ բառամթերքը նենց էինք ընտրում, որ դա լինի շնորհավորանք հայ ժողովրդի հաղթանակին, ժողովրդավարության հաղթանակին։ Մենք պայմանավորում էինք անգամ մեր բանը աջակցությունը մի դեպքով մենակ, որ եթե այս նոր իշխանությունը ժողովրդավարական ռեֆորմները կանցկացնի, անցումային արդարացում կանի եւ այլն եւ այլն։ Մենք այդպես էինք արտահայտվում։ Մենք երբեք իրան չենք հատկապես իշխանության գալու ճանապարհին մենք իրան չենք աջակցել, բացարձակապես։ Մենք չգիտենք ինչ պատուհաս է ազգակործան գալիս, որ հələ նա էլ աջակցեինք։ Շատ լավ գիտենք, ես դες պատմել եմ բոլորիդ արդեն այդ հայտնի Տեր-Պետրոսյանի հայտնի ասածը, հենց այն օրը, երբ որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Պատմել եմ։ Ինքը մեզ ասեց բոլորին, Արամ Մանուկյանն էր այնտեղ, Ավետիս Սահակյանը, Աշոտ Սարգսյանը եւ այլն։ Ինքը մեզ ասեց. Դուք չեք պատկերացնում, սա ժողովուրդը ցնծում է, իսկ ես այսօր ամենադժբախտ մարդն եմ, որովհետեւ իշխանությունը գալիս մեկը, որը կկործանի Արցախը եւ Հայաստան, եւ Հայաստանի կեսը թե Հայաստանը, մոտավորապես տենց բան ասեց։ Այսինքն ինչ հոգեզավակի մասին է խոսքը։